Շարունակում ենք Առավոտ լուսոն եւ ընդամենը մի քանի օրից փետրվարի 21-ին Հայաստանի Երգիպետական թատրոնում տեղի է ունենալու Ափսոսանքի պլյուս նոր ներկայացման առաջնախաղը եւ հենց այդ ներկայացման մասին ենք խոսելու առաջիկա րոպեներին։ Մեր տաղավարում են Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ բեմադրիչ Հակոբ Ղազանչյանը եւ դերասանուհի Լարիսա Ղևոնդյանը, բարի լույս։ Բարի լույս, շնորհակալ ենք, որ օրը մեզ հետ եք սկսում, այն էլ այսքան կարևոր եւ ըստ եմ շատ խիտ շրջանում, որովհետեւ բացառապես մի քանի օր է մնացել ներկայացման առաջնախաղին, սա սիրո պատմություն է, պարոն Ղազանչյան։ Այո, սիրո պատմություն է եւ շատ ես կարծում եմ ինքը արդիական նյութի արդիական թեմա է, որովհետեւ հիմա շատ քիչ են պատահում դեպքեր, երբ որ մարդ ամբողջ կյանքում որոնում է իր պատանեկության սիրուն, իր երիտասարդ, իր դպրոցական տարիների սիրուն եւ անդավաճան խոնարհվում է այդ սիրո առաջ ամբողջ կյանքում եւ այստեղ հերոսը, որ հանգամանքների բերումով կորցրել էր այդ աղջկան դեռևս պատանի տարիներին, իր 65-ամյակի շեմին հանկարծ իմանում է, որ Երևանում է արդեն կինը եւ ընդամենը 5 կանգառ հեռավորության վրա է ապրում, շատ պատահական եւ սկսվում է ողջ հիշողություններ, ռետրոսպեկտիվ պատմությունը, ինչ շատ հետաքրքրեց, որովհետեւ անկեղծ ասեմ, ես վաղուց որոշել էի բեմ դուրս չգալ, այլևս մոտ 30 տարուց ավել ես բեմում չեմ եղել, վերջին անգամ երբ որ Գյումրիի թատրոնն էի ղեկավարում այդ ժամանակ։ Սա ձեր մեծ վերադարձն է, կարող ենք ասել։ Դե կարող ենք այդպես կոչել, ուղղակի Քրիստո Մանարյան պիեսի հեղինակը մի քանի անգամ ասեց պիես եմ գրում, քեզ եմ պատկերացնում, լավ, ասենք լավ պատկերացնում ես գրի, լավ պիես եղավ, մեկը կխաղա, բայց երբ որ կարդացի, հասկացա, որ ժամանակն է հետ քայլն անելու։ Իսկ հետաքրքիր է, գիտենք, որ Քրիստո Մանարյանն է գրել եւ ձեզ է պատկերացրել, կնոջը նույնպես պատկերացրել է ի սկզբանե, թե որոշումը հետո է եղել, որ Լարիսան պիտի խաղա։ Դե մի քանի անգամ հարցրեց ինչպես ես պատկերացնում, Չեն որում Լարիսան այդ սերը չի, Լարիսան այդ կնոջը մենք չենք տեսնում այդպես էլ, ասենք ում որ սիրել է, իրոք, ում որ սիրել է, ինձ նույն պատմությունն է վերարտադրվել, չէ՞։ Չէ, եւ ուղղակի Լարիսայի կերպարը ինքն է առիթ հանդիսանում, որ իմանա, այսինքն նրանք հարևաններ են, պարզվում է այդ կնոջ հետ եւ Իմ միջոցով, այսինքն նա գտավ իր պիեսում երկու դերակատար կա, ես եմ եւ Լարիսան է, որը մարմնավորում է ֆիրմայի կողմից, ուրեմն բնակարաններ մաքրող ֆիրմայի կողմից այդ բնակարանը եկած կինը, որը տեսնում է ֆոտոն եւ զարմանում, ասում է ես ոնց որ թե ճանաչում եմ այս կնոջը, այդ ֆոտոն միշտ դրված է։ Իսկ կնոջը մենք չենք տեսնում, այդտեղ էլ ամբողջ եւ ես ասեմ, որ այդ առումով հանդիսատեսը իհարկե կարող է սպասողական վիճակի մեջ լինել, բայց այդ է լուծումը։ Այդպեսին է լուծում, մենք այդպես էլ չէ։ Այսինքն ավարտվում է ներկայացումը, երբ որ դրան զանգը հնչում է եւ գիտենք, որ արդեն եկավ այդ կինը, դա տարեդարձն է հերոսի, բայց այդպես էլ չենք տեսնում, այդպես ավարտվում է։ Ափսոսանքը մնում է ամեն դեպքում։ Պարոն Ղազանչյան, երկար դադարից հետո վերադառնում եք բեմ եւ ոչ միայն խաղում եք, ձեր կնոջ հետ եք խաղում։ Ինչքանով է բարդ այս գործընթացը եւ ինչպես են ընթանում նախապատրաստական ու բեմադրական աշխատանքները։ Շատ հեշտ։ Շատ հեշտ, անկեղծ ասեմ, եւ ոչ մի այդպիսի էքսես չեղավ, զարմանս ինձ նույնիսկ, որովհետեւ միշտ բեմադրական process-ներում լինում են ներվային պահեր, լինում են կոնֆլիկտներ, հազար ու մի բաներ լինում են եւ շատ լավ փորձեր։ Դա է թատրոնն է։
բայց այս պարագայում ոչ։ Իսկապես հեշտ է, երբ ամուսինն է բեմադրողը։ 40 տարի է միասին ենք, այնքան լավ գիտենք իրար։ Այսինքն նույնիսկ հայացքից ես հասկանում եմ ինչ է ուզում, արդեն այն որ ասում ես արդեն գիտեմ իր պահանջները, մենք միասին աշխատել ենք եւ Գյումրիում եւ Պատանի հանդիսատեսի թատրոնում, որպես ռեժիսոր, որպես իմ վարպետը, ես իրան շատ լավ գիտեմ։ Այսինքն նա նաեւ շատ կարևոր հանգամանք էր, որ հենց երգի պետական թատրոնում է ներկայացում, իմիջիայից ասեմ նաև Ինեսա Կարապետյանը, երգչուհի, որ նաև պարում է, նաև մասնակցում է ներկայացմանը։ Նա հենց հիշողությունն է խաղում։ Հրաշալի կոլեկտիվ, հրաշալի երգի պետական թատրոնը, հրաշալի մարդիկ, հրաշալի ղեկավար Մանեն։ Մի խոսքով դա էլ մեծ նշանակություն ունի։ Դա էլ շատ մեծ նշանակություն ունի, ինչ հանգամանքներում ես դու աշխատում, ստեղծագործում։ Այսինքն, երբ որ մարդիկ ամեն ինչում պատրաստ են քեզ օգնել, ամեն դեռ բերանը չբացած արդեն գիտեն խնդիրը, արագ լուծում են։ Ես շատ շնորհակալ եմ, որ ինձ բախտ վիճակվեց այդ թատրոնում աշխատել։ Եվ հրաշալի է, որ Երգի պետական թատրոնում հիմա բացի ավանդական մյուզիկլային ներկայացումներից նաև դրամատիկ լավ ներկայացումներ են բեմադրվում եւ այս ներկայացումը եւս այդ շարքից է, բայց Երգի պետական թատրոնն ունի իր առանձնահատկությունները, այնտեղ բեմը այլ ձևաչափի է, որին գուցե այդքան էլ սովոր չեք, կա բարձրախոսներով աշխատանքը, այս առանձնահատկությունները օգնել են։ Դե սկզբում մի փոքր անսովոր էր, բայց հետո ընտելացանք, հետո ես ասեմ ներկայացումը երաժշտական ներկայացում այնտեղ եւ պարկա 5 երգ կատարվում է կենթանի, այնպես որ մենք փորձեցինք, ասենք մի փոքր այդ երաժշտական թատրոնի ոգին այնուամենայնիվ այդտեղ պահպանել։ Իսկ Ինեսա Կարապետյանը ինչ դեր ունի ներկայացման մեջ, հիշողությունն է խաղում։ Այո, Ինեսա Կարապետյանը խաղում է հենց այդ աղջկա, նրա սիրած աղջկա, նրա պատանեկական տարիների սիրո կերպարը եւ բայց շփում չկա, այսինքն նա հայտնվում է իր հայաստիկ երգի թատրոնի առանձնահատկություններ, այո, այնտեղ եւ կլոր բեմահարթակը կա, եւ կա դասական ոճի բեմահարթակը, ինքն դրանք տարբեր տարածքներ են ներկայացման մեջ եւ Ինեսան գործում է մի տարածքում, մենք գործում ենք մի տարածքում եւ իմ ջարից ասեմ շատ տաղանդավոր աղջիկ եւ հրաշալի երգում է եւ հրաշալի պարում, պես որ այդ առումով էլ մեր բախտը բերեց։ Հետո Երգի թատրոնը նաև շատ մոտ է մի տեսակ, չէ՞, հանդիսատեսին, չգիտեմ դեռ այդ զգացողությունը ունեցել եք թե ոչ փորձերի ժամանակ, բայց կա այդ սպասումը այդքան մոտ լինելու եւ այդքան մոտ խաղալու։ Չէ, ես փորձ ունեցել եմ փոքր բեմում խաղալու, փոքր դահլիճում, որ այ 1 մետրի վրա հանդիսատեսը նստած է։ Դա ինձ համար սովորական է։ Բայց ավելի հետաքրքիր է, որպես դերասան այդ տարածության մեջ խաղալը, թե։ Ընդհանրապես, դեք ես ասեմ, ես գտնում եմ, որ թատրոնը պետք է այդպիսին լինի։ Թատրոնը կենթանի արվեստ է։ Թատրոնում պետք է վերջին շարքում նստած հանդիսատեսը դերասանի աչքերը տեսնի։ Եվ նույն ձևով դերասանը պետք է տեսնի վերջին շարքում նստած հանդիսատեսի աչքերը։ Դա շատ կարևոր է։ Օրինակ ես չեմ հասկանում, երբ որ Մոսկվայի գեղարվեստական թատրոնի նոր շենքը կառուցեցին, այդ հսկայական պալատը, հետո Եֆրեմովը հավաքեց իր մի խումբ արտիստների գնաց այդտեղից, ասաց ես գնում եմ մեր հին բեմը, բայց այնտեղ հեռադիտակներով էին, ես դա չեմ պատկերացնում։ Բարձրում նստած հեռադիտակով նայում ես ներկայացում, ես դա չեմ պատկերացնում։ Թատրոնը կենթանի արվեստ է, կենթանի շփում է պահանջում։ Ինչ-որ ինտերակտիվություն կա, ինչ ոճի մեջ էլ ուզում ես բեմադրի, պայմանականությունը կա, այդ դիալոգը հանդիսատեսի հետ կա։ Հարցս Լարիսային ուղղեմ թերևս, եթե Քրիստ Մանարյանը գրել է այս պիեսը պատկերացնելով պարոն Ղազանչյանին, կարող ենք ենթադրել, որ ինչ-որ կենսագրական տարրեր կան, թե ոչ։ Արվեստագետի մասին է ամեն դեպքում, չէ՞, թե ոչ։
Չի։ Ոչ մի առումով նման չէ։ Ոչ մի առումով, չէ։ Ու Ուղղակի այդ կերպարում ձեզ է տեսել։ Այո, ուղղակիորեն կապված կենսագրական խնդիրներ չկան։ Կենսագրական միայն, ասենք, պահեր կան, որ Մոսկվայում է սովորել, այնտեղ ավարտել թերոսը եւ այլն, դա, ասենք, ես էլ եմ Մոսկվայում սովորել, ավարտել, բայց մնացած հարցերում չկա, ուղղակի չկա։ Իսկ ապրումները։ Դե ապրումները, եթե կերպարը վերաբարմնավորում ես, դու ուզես-չուզես, պետք է այդ ամեն ինչը վերապրես, պետք է այդ ամեն ինչը քո պրիզմայի միջով անցկացնես, այլ կերպ չի լինում։ Թատրոնում վերաբարմնավորումը պարտադիր պայման է։ Պարոն Ղազանյան, երբ վերջին անգամ մեր տաղավարում էիք, ասացիք, որ պատրաստում եք մի ներկայացման, որի եւ բեմադրությունն է ձերներու եւ դուք խաղալու եք, ենթադրում եմ, որ այս ներկայացման մասին է խոսքը, ու այդ ժամանակ անհանգստություն կար, ինչպես կարող եք երկու դերը մեկտեղել եւ համատեղել։ Հիմա այդ զգացողությունը փոխակերպվել է։ Իհարկե դա շատ դժվար է։ Այստեղ մի բանն էր հեշտացնում գործը, որ երկու հոգանոց պիես է, որ մենք երկուսով ենք, ավելի հեշտ էր աշխատելը, բայց ես միշտ զարմացել եմ, ասեմ, շատ քիչ մարդկանց է հաջողվել, շատ քիչ խաղալ գլխավոր դեր եւ նաեւ բեմադրել հսկայական դերասանախմբի հետ, ասենք, իմ իմացած հայ դերասանից դա Խորեն Աբրահամյանն է եղել միայն։ Միայն Խորեն Աբրահամյանն է, որ եւ Կորադոն խաղաց, եւ անավարտ մենախոսությունը խաղաց, եւ ժողովրդի թշնամին խաղաց, իբսեն ուզում ասեմ, դա շատ բարդ է, որովհետեւ այնուամենայնիվ դու պետք է տեսնես։ Դու պետք է միզանսեն տեսնես, ընդ դերասանը մի մետր այս կողմ, մի մետր այն կողմ, դա շատ դեպքերում շատ մեծ նշանակություն է ունենում։ Ընդհանուր առումով պատկերացրեք, ինքն նկարիչը ոչ կարող է չտեսնի ինչ է նկարում։ Այսինքն հիմնականում նա նայում էր մեզ, իրեն մոռացած, եւ վերջին շաբաթում նոր իրեն գտավ։ Շատ դժվար է։ Իսկ ձեզ համար դա ինչքանով էր բարդ։ Ինձ համար բարդություն չկար, անկեղծ եմ ասում, քանի որ ես ասում եմ, շատ լավ հասկանում եի ինչ է պահանջվում ինձնից, ինչ պետք է անեմ, ես էլ իմ միջով անցկացրեցի այդ կերպարը, հասկացա ով է այդ կինը, ինչի համար է գալիս, ինչ, եւ չգիտեմ, շատ հանգիստ, նորմալ փորձեր էին։ Ես ոչ մի դժվարություն չեմ տեսել։ Դե լարվածություն կար իհարկե եւ նաեւ անհանգստանում էի Հակոբի համար, որովհետեւ տեսնում էի այդ լարվածությունը, որ շատ դժվար է հետևել բոլորին եւ էկրանին եւ դերասաններին եւ ինձ, բայց ամեն ինչը կարծում եմ ստացվեց։ Հրաշալի է։ Վստահաբար կստացվի։ Վստահաբար եւ փետրվարի 21-ին է առաջնախաղը, բայց ներկայացումը լինելու է Երգիպետական թատրոնի խաղացանկում, այնպես որ վստահ եմ դեռ շատ առիթներ կլինեն ներկայացումը դիտելու եւ գուցե նաեւ հետո ամփոփելու, խոսելու ափսոսանքի բլյուզի մասին։ Հաջողություն ենք մաղթում ներկայացմանը։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ սկսեցիք օրը եւ միշտ ուրախ ենք ձեզ տեսնելու։ Որում շատ լավ օր է մեզ համար, մեր առաջնիկի տարեդարձն է։ Դե շնորհավորում ենք։ Դուք միշտ լավ առիթներով եք մեր տաղավարում, պարոն Ղազանյան, Մասնավորապես տարեդարձների։ Այո, այս անգամ էլ, ահա, հրաշալի է։ Դե դες լավ օր ենք մաղթում, իսկ մենք շարունակում ենք Առավոտ Պլյուսոն երաժշտությամբ։